Լսեց մորանունն ու փուլի եկավ։ 11-ամյա այս տղային, նրա քույրերին ու եղբայրներին մայրը տարիներ առաջ է լքել, թողել մանկատան խնամքին ու հեռացել։ 5-չափահաս երեխաները մանկատանն են հայտնվել ծնողների ամուսնալուծությունից հետո, շուրջ 2.5 տարի փոքրիկները զրկված են եղել ծնողական սիրուց, հոգատարությունից եւ ուշադրությունից։ Որն են մեղադրում իրենց ցավի ու տառապանքի համար։ Այսօր անգամ նրա անունը լսել չեն ցանկանում։ Մաման որ վերադառնա կուզեք տեսնել։ Կգնաք իր մոտ։ Մոտ 2 ամիս առաջ թորնիկներին մանկատներից գտել ու վերադարձրել է տատիկը։ Առաջին անգամ փորձը անհաջող է ավարտվել, հարսը խանգարել է, տատը ստիպված է եղել երեխաներին կրկին հետ տանել։ Երկարատև համառ պայքարից հետո նա վերջապես կարողացել է թորներին դուրս բերել մանկատնից ու դարձել նրանց խնամակալը։ Չեմ կարող։ Ես հանեցի բերեցի, հետո ինքը ինձ վրա բողոքեց։ Քաշքշուկներ եղավ էլի, նորից երեխեքին մենք հետ հանձնեցինք։ Իմ ուշքում ինքը ոչ թե ես էի, այլ իմ երեխեքը, որ ես ընդից դուրս բերեի, այդքան բան։ Ինձ պետքա որ իմ երեխեք մնան իմ կողքը, վсё։ Իջաներքև տեսա տատին կայնացան իջանցքում, տատին ասեց, հələ եկեք գնում ենք, արդեն մի հատ երկը միացին, բարեցինք մի քիչ եկանք տուն։ Երեխաներին մանկատնից դուրս բերել այնուամենայնիվ հաջողվեց, սակայն արդեն բազում տրավմաներով։ Գիշերը ես մեկել իմ սենյակից մի հատ վահե կար, ինքի ընկերներ, ես ինքը որ մի քիչ խոսում ենք, բանը, իրանք չեն թողում խոսենք, ինձի այդ փայտով ծեծում էին, ինձ ու այդ ընկերոջս։ Որտեղ են հարվածել։ Ոտքից մեկել մեջքից։ Բունաթյան ընտանիքում հոգսերը շատ են, բարձով են բնակվում Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի այս փոքրիկ համեստ տանը, որտեղ կյանքի յուրաքանչյուր օրը գոյաբանական պայքար է։ 5 երեխաների խնամքը ամբողջությամբ տիկին Սուսանայի ուսերին է, աշխատել այժմ չի կարողանում, չնայած որ մասնագիտությամբ խոհարար է եւ երկար տարիների աշխատանքային փորձ ունի։ Ընտանիքը նպաստել չի ստանում, փաստաթղթերի մի շարք խնդիրներ կան։ Ոչ թոշակառու եմ, նպաստը չենք ստանում, Ռաֆի գումարը չեմ ստանում, յոլա եմ տանում, ինչքան հնարավոր է։ Հագուստներ իմ ծանոթներն են տալիս, չունենք նոտարով հաստատված թուղթ, որ ինքը նոտարով գրությունը պետք է տա նոտարով, որպեսզի ես կարողանամ կանգնեմ խնամակալ երեխեքի նպաստը, այդ մնացածից օգտվեմ։ Ես քանի անգամ դիմեցի իրան, զանգում եմ, ասում եմ ես փող չունեմ, փող ունես, արի դու տուր։ Ինչ վերաբերում է հորը Ալբերտին, նա մեկնել է Ռուսաստան, նոր ընտանիք է կազմել, երեխա ունեցել, բայց 5 երեխաների հետ կապը չի կտրել։ Երբեմն նաև գումարով է օգնում։ Ասեցի, պապա երբ ես փող ղրկելու, ասեցի մեկ երբ ես շոր բերել։ Վարձով տան պայմանների մասին թերևս չխոսենք, երեխաներն իրենք են պատմում։ Այստեղ 3 աղբերներս են քնում, այստեղ ես բացում ենք քնում, այնտեղ տատիկս ու քույրիկս։ Ճիշտ է, ես տատին որ տեղաշոր ունեն քնում ենք, բայց քույրիկ աղբերներս ուզում եմ տեղաշոր ունենան քնեն։ Հատակին քնելը այս ընտանիքի համար միակ բարդությունը չէ, բետոնապատ սենյակներ, հնամաշ ու կոտրված կահույք։ Չունեն ոչ սառնարան, ոչ լվացքի մեքենա, անգամ պահարաններ հագուստը դասավորելու համար։ Եվ չնայած այս ծանր սոցիալական պայմաններին տիկին Սուսանայի տունը աչքի էր ընկնում իր կոկիկությամբ ու մաքրությամբ։ Թեև շորերը դարակներ չունեին, բայց հագուստը գեղեցիկ ու խնամքով էր դասավորված։ Ում շորերն են։ Էս էլ մյուս աղբորինս է։ Մենք օգնել ենք տատիկս դասավորելը։ Չկա կահույք, ընդամենը մի գարդիրով է, որ այստեղ էս տանն է, երեխեքի մի քանի կտոր շորն է մեջ շարած, մնացածը դե այն սենյակում, այդ բետոնի սենյակում շարած թողել եմ, որ ինչև Հանուն թորների ամեն ինչի պատրաստ տատը ջեռուցման հարցնել է լուծել այս պատվախնդիր կինը չնայած տարիքին առողջական խնդիրներին սեփական ձեռքերով է փայտը կոտրում, որ ձմռան վառելիքը պահեստավորի։ Իսկ ձեռքերի կոշտացած ու վնասված վիճակն էլ տղամարդու պես աշխատելու արդյունքն է։ Էսի ցախ բերելու, որ ցախ են բերել, այդ ծառերի արանքից, որ 4 ճյուղերը քաշում հանում ենք, այդտեղ սա մասուր է, այդտեղ սա ճղճղել։ Որ շաբաթ կիրակի է գալիս, ես տատիկը մեկել
Սաշա, գնում ենք, փայտ ենք հավաքում բերում, տատիկը ջարդում է, մենք օգնում ենք, կրում ենք։ Իրանք գիտեն, որ ես ամեն ինչի պատրաստ եմ իրանց համար, ամեն ինչի։ Երեխաների միակ հենարանը տատն է, որ նրանց համար եւ հայր է եւ մայր։ Ծնողական ջերմությունն ու պաշտպանվածությունը միայն նրանից են ստանում։ Նրա հետ ու հանուն նրա են երազում այս երեխաները։ Միշոն օրինակ երազում է դհոլահար դառնալ, որ կարողանա տատին պահել։ Նա առաջին անգամ նվագել սովորել է ընկերոջ դհոլով ու հենց այդ պահից հասկացել, թե ինչով է ուզում զբաղվել ամբողջ կյանքում։ Ինքը միշտ որ հայացում գնում է դհոլի, ես միջև իրակ գնալը, հետը խաղում եմ, դհոլ ենք նվագում ու գնում եմ։ Դու ես ուզում ընկերոջդ պես գնաս։ Տաղանդավոր եւ երաժշտասեր երեխաների պակաս այս ընտանիքում չկա։ Քույրը Մաշն էլ երգել է շատ սիրում։ Փխրուն, ամաչկոտ ու նուրբ այս աղջնակի մեջ արվեստի նկատմամբ այնքան ջերմություն ու սեր կա, որ նույնիսկ տեսախցիկից է փոխանցվում։ Մաշը ժողովրդական երգեր է սիրում։ Իր քաղցր ու անուշիկ ձայնով մի երգել նկարահանման ընթացքում մեզ համար կատարեց։ Դու պահենանի բալինա նինա նանի նանի ջան նանի դարդեր սարերով էր նանինա նանի ջան։ Լուսավոր ու պայծառ այս երեխաների հոգու վերքերը դեռ երկար պիտի բուժի նրանց սիրելի տատիկը։ Վերքեր, որ առաջացել են լքվածության զգացումից, մանկատանն անցկացրած ծանր գիշերներից։ Սիրելի հեռուստադիտող, երեխաները տևական ժամանակ զրկված են եղել ծնողական սիրուց։ Ու թեև նյութական որևէ աջակցություն չի կարող լրացնել այդ բացը, այնուամենայնիվ ձեզնից յուրաքանչյուրը իր փոքրիկ ուշադրությամբ կարող է նպաստել նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն։ Երեխաներին հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է անվտանգ, տաքուկ ու սիրով լեցուն միջավայր խաղաղ մանկություն ունենալու համար։ Միայն մեր սիրով, ուշադրությամբ ու հոգատարությամբ կարող ենք նրանց համոզել, դարձյալ հավատալ ու սիրել։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։